Ադրբեջանը ուղղակի գրավում է Սյունիքը։ Նիկոլ Փաշինյանը բոլորիս ասում է, որ ինքը խաղաղություն ա բերել, այս պատերազմը դառնում է շատ երկար պատերազմ։ Պատերազմը մեր շեմին է։ Անխուսափելի հետևանքը լինելու էր մասնատումը։ Թրիպը չի կարող կայանալ այս փոթորիկի մեջ։ Այլ երկրի դրոշի տակ կատարված օպերացիա, Իրանի համար սա գոյության խնդիր է։ Գոյությունը կարող է վտանգի տակ լինել, այդ ոնց։ Թրիպը դա դետալ է։ Ինչը բերեց մեզ այս բոլոր աղետների։ Իրանի մասնատման փլուզման սցենարն է։ America First-ը վերածվեց Israel First-ի։ Մեզ հետ խոսալու են ուժի դիրքերից։ Արդեն եղել է, չէ՞, ռմբակոծում, պատերազմ չարագուսող մի անձնավորություն։ Հիմա պարզվում է, որ մեր տեսակետը հաղթում է, կորցնելով մարդկային կերպարանքը, հարձակվել էր, մատեր թափ տալի, գորգոռում էր։ Երկրի ղեկավարը ինքը ընդունում է, որ ինքը ունի էմոցիաների կառավարման խնդիր։ Ամերիկան հայտնվել է բավականին բարդ իրավիճակի մեջ։ Ողջույն սիրելի ընկերներ, այսօր մենք խոսելու ենք Ամերիկա-իսրայելական պատերազմի մասին Իրանի դեմ, ինչքան էլ մենք հիմա տարված ենք նախընտրական քարոզարշավի այդ նախապատրաստական աշխատանքներով եւ պատրաստում ենք առաջիկա ընտրություններին, ամեն դեպքում պատերազմը մեր շեմին է, մեր դռան մոտ է ու չեն կարող շրջանցել նաեւ այդ իրողությունները ու զերծ մնալ դրանց վերլուծություններից, ու այսօրվա մեր ոդքասթը նվիրված է հենց դրան։ Պարոն Զուրաբյան, կուզենանք մի փոքր դուք նախաբան տայք, թե ինչի մասին է այս պատերազմը ու ուր է գնում այս պահին։ Նախ ես կուզեի, որ մեր հանրությունը ավելի խորապես գիտակցեր այդ պատերազմի ծավալման կապը մեր Հայաստանի կոնկրետ դարդերի եւ ճակատագրի հետ։ Այդ կապը իրականում շատ ուժեղ է, որովհետեւ մենք առանց այդ էլ գտնվում էինք բավականին ծանր միջավայրում անվտանգության տեսակետից, իսկ հիմա մեր լոկալ հակամարտությանը, որը մենք ունեինք, ասենք, Ադրբեջանի հետ, չլուծված խնդիրներ Թուրքիայի հետ, հիմա այդ ամենին նաեւ աշխարհաքաղաքական փոթորիկ է ավելանում, որը շատ բարդացնում է իրավիճակը։ Մասնավորապես պետք է հասկանանք, ոնց է դա ազդելու, ասենք, այն կարգավորման վրա, որի անունը դրել էին TRIP, եւ որը մատուցվում էր այս իշխանությունների կողմից որպես մեր խնդիրների մեծագույն լուծում։ Հիմա պետք է հասկանանք, այս պատերազմը ինչպես է ազդելու մեր անվտանգության վրա, խաղաղության հեռանկարների վրա, ինչու՞ չէ նաև ընտրությունների վրա, որովհետև ընտրությունների գլխավոր հարցը կարծես դառնում է խաղաղության խնդիրը։ Նիկոլ Փաշինյանը բոլորիս ասում է, որ ինքը խաղաղություն ա բերել TRIP-ով, հետո վերջին ամիսը սկսել է արդեն գուշակել պատերազմ, եւ կարծես սրա շուրջ է, որ ծավալվելու է ամբողջ ընտրական պայքարը, հետեւաբար այս վերլուծությունը շատ կարեւոր է։ Այս առումով ես կառաջարկեի, որ մենք մեր զրույցում քննարկենք, թե ինչպես է զարգանալու այս պատերազմը, որովհետև այդ պատերազմի տարբեր զարգացման սցենարներից կախված է, թե ինչ է տեղի ունենալու նաև Հայաստանի հետ, մենք ինչ անվտանգության միջավայրում ենք հայտնվելու, հետևաբար եկեք քննարկենք այդ սցենարները։ Օրինակ մի սցենար ես կառաջարկեմ, որը իմ կարծիքով ամենահավանական սցենարն է, դա այն է, որ այս կոնֆլիկտը դառնում է շատ երկար կոնֆլիկտ, այս պատերազմը դառնում է շատ երկար պատերազմ։ Ակնհայտ է, որ Իրանը դիմացավ Ամերիկայի եւ Իսրայելի պլաններին կապված Իրանի անմիջական, այսպես ասեմ, մասնատման հետ, որովհետև կներեք, դուք ոնց ուզում եք մտածեք, ես որևէ կասկած չունեմ, որ գլխավոր նպատակը եղել է համենայնպես գոնե Իսրայելի մոտեցման մեջ եղել է Իրանի որպես պետություն մասնատումը, որովհետև իրենք դիտարկում են Իրանը որպես ամենամեծ գոյաբանական սպառնալիքը Իսրայելի համար։
Դա հենց առաջին հայտարարություններն են եւ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի պատերազմի նպատակների մեջ նրանք նշում են ռեժիմի փոփոխությունը։ Ռեժիմի փոփոխությունը Որը? անպայման իհարկե չի նշանակում մասնատում։ Բայց ռեալ եթե նայենք, անխուսափելի հետևանքը լինելու էր մասնատումը։ Այդ դրա հետ ես կարող եմ համաձայնվել, որովհետև կային այդպիսի պատկերացումներ, համենայն դեպս իսրայելական քարոզչությունն, ամերիկյան քարոզչությունն նախապատրաստում էին այսպես կոչված այդ շահի, այո, Ռեզա Փահլավիի մուտքը որպես հաջորդ իշխանություն, այսինքն գաղափարային էր, որ իսլամական հանրապետությունը պետք է փոխարինվի ժողովրդավարական հանրապետությամբ։ Ժողովրդավարական չէ, միապետական, այսինքն միապետության վերականգնումով Իրանում, անգամ սիմվոլիկաներ պատրաստվել դրա համար, որովհետև գիտեք, որ այսօրվա իրանական այդ դրոշի վրա Ալլահ է գրած եւ այդ բանը, այդ սիմվոլը պետք է փոխարինվեր տրադիցիոն տես միապետական սիմվոլով, այսինքն առյուծով։ Ժողովրդավարական միապետություն կլինի, թե ուղղակի կքանդվի ու կդառնա terroristների համար լավ։ Դրանք դետալներ են, կարող է լինի ավելի կոշտ կառուցված միապետություն, կարող է դառնալ, ասենք, սահմանադրական միապետություն պարլամենտով, դեմոկրատական ինչ-որ ինստիտուտներով, բայց դրանք իմ կարծիքով բոլորը հեքիաթային ինչ-որ դիզայններ են, բաներ են, պրոյեկտներ են, որովհետև ես վստահ եմ, որ այդ մեծ բազմազգ պետությունը, որ այսօր կա Իրանը, այնտեղ ռեալ ցեմենտը, որ կարող է միավորել տարբեր ազգությունների մարդկանց, պարսիկներին, ադրբեջանցիներին, բալուջներին, արաբներին եւ այլն, դա շիական կրոնն է, շիական գաղափարախոսությունը, եթե կուզեք, այսինքն այն թեոկրատական համակարգը, որ այսօր կառավարում է Իրանին, այսինքն եթե ռեժիմը փոփոխվում է եւ այդ թեոկրատական համակարգը փլուզվում է, ես չեմ կարծում, որ դա հնարավոր կլինի փոխարինել մեկ այլ ցեմենտով, իդեպս միապետական Ամենայն դեպս շատ արագ հաստատ չի լինի։ Եթե շատ ճիշտ է։ Այսինքն մենք տեսել ենք, որ Իրանը ունեցել է պատմական շրջաններ, երբ որ ինքը փլուզվել է, քանդվել է մի քանի խանության կամ ինչ-որ պետության բան, հետո վերականգնվել է, բայց դա շատ երկար ժամանակաշրջան է տևել։ Պարոն Զուրաբյան, իսկ այս ձեր ներկայացրած սցենարի դեպքում, եթե պատերազմը երկարաձգվում է, դա ինչպես է ազդում Հայաստանի վրա, եթե պատերազմով պայմանավորված թրիփի անգամ ենթակառուցվածքների կառուցման աշխատանքները, միջոցառումները հետաձգվում են, մենք կարող ենք ասել, որ թրիփը իջիկ է դառնում այնքան ժամանակ, մինչև որ պատերազմը վերջնական հանգուցալուծվի։ Ու պատերազմի հանգուցալուծման արդյունքից էլ է կախված թրիփը կլինի, թե չի լինի, թե ինչ ֆորմատով կլինի։ Եկեք մի բան հասկանանք, թրիփը չի կարող կայանալ այս փոթորիկի մեջ, անհնար բան է։ Այսինքն քանի դեռ փոթորիկը շարունակվում է, պատերազմը շարունակվում է, թրիփի մասին խոսել ընդհանրապես հնարավոր չի եւ պատահական չի, որ Փաշինյանը հայտարարել է, որ թրիփի իրականացման այդ գործընթացը հետաձգվում է։ Այնտեղ ինչ որ էտապներ կային, պետք է նախ այս բանը մտադրությունների մասին պայմանագրերը փոխարինվեին ինչ որ իրավական արդեն փաստաթղթերով ստորագրվեին մասնակից երկրների կողմից, պետք է սկսեին ինժեներական աշխատանքներ, այդ ամեն ինչը պետք է ապահովեր անվտանգության որոշակի կոմպոնենտներով, այս ամեն ինչը հիմա չի կարող լինի։ Շատ պարզ պատճառով փոթորիկա եւ եթե նման process հիմա տեղի ունենար, շատ արագ այդ եւ լոգիստիկ էլեմենտները եւ անվտանգության էլեմենտները կարող են դառնային թիրախ Իրանի պատասխան հարվածների համար։ Չմոռանանք, որ նաև ներդրողները որ ոչ ոք չէր համաձայնվի նման ռիսկի գնալ sense փոթորիկի ժամանակ վերի միտեղ գումար դնի, որի հեռանկարները շատ մշուշոտ կարող են լինել։ Քանի որ հիմնական
խոսույցը, որ կա եւ ամերիկացիների եւ մեր մոտ, որ պիտի մասնավոր ներդրողների ներգրավեն Միացյալ Նահանգները ոչ մի լումա, ոչ մի ցենտ չի խոստանում այստեղ որպես պետական ներդրումներ կամ այլն։ Մասնավոր ընկերությունների պիտի ներգրավեն այս ծրագրին, բնականաբար ոչ մի մասնավոր ընկերություն նման ռիսկերի պայմաններում այստեղ ներդրում չի անի, որևէ լուրջ ծրագիր չի դիտարկի։ Իսկ երբ ասում ենք, որ եթե աշխատանքները արդեն ինչ-որ մի փուլում արդեն ընթացքի մեջ լինեին, կարող էին թիրախ հանդիսանալ Իրանի կողմից հարձակման համար, ինչ նկատի ունենք, Իրանը պիտի Հայաստանի ինքնիշխան տարածքը սարքեր թիրախ հարձակման, եթե մեր ինքնիշխան տարածքում ուղղակի կատարվում են պայմանագրերով, միջազգային պայմանագրերով նախատեսված աշխատանքները, որին իդեպ Իրանում էլ շատ կարծիքները տարբերվում են։ Այնպես չի, որ Իրանը կտրականապես դեմ է եղել թրիփի իրականացմանը։ Գոյություն ունի նաև հասկացություն, այսպեսի կոչվում է false flag operation, այսինքն այլ երկրի դրոշի տակ կատարված օպերացիա, այսինքն դա կարող է լինի ոչ թե Իրանի հարձակումը, դա կարող է լինի, ասենք, մեկ այլ պետության կողմից իրականացված ռազմական գործողություն, որը քողարկվելու է որպես Իրանի հարձակում։ Այսինքն եւ մեկը եւ մյուսը պետք է հաշվի առնել։ Իսկ ինչու նման բան կարող է կայանալ, որովհետեւ ակնհայտ է, որ Իրանը դիտարկում է ամերիկյան կամ իսրայելական որևէ ներկայություն ռեգիոնում, որպես թշնամական մի ներկայություն, դիտարկում է դա որպես թիրախներ ռազմական հարձակումների համար։ Եվ մենք տեսնում ենք, չէ, ինչ է կատարվում։ Իրանը բավականին լավ հարաբերություններ ուներ, օրինակ Քաթարի հետ, բայց Քաթարում ռազմական թիրախավորել են շատ մտերիմ սերտ հարաբերություններ կար Քաթարի հետ, բայց Քաթարում առանց որևէ այլևայլության նրանք գրոհում են եւ ռազմական բազաները Ամերիկայի եւ ինֆրաստրուկտուրա, էներգետիկ, չգիտեմ, մասնապես այդ LNG, գազի, օդանավակայանները եւ այլն։ Այսինքն այդ բանը ոչ մի նշանակություն չունի, եթե դու միջև հիմա եղել ես բարեկամական հարաբերությունների մեջ, հիմա խաղադրույքները սրվել են, լրիվ ուրիշ վիճակ է ստեղծվել, այլ խնդիրներ են լուծվում եւ ասեմ ձեզ, այդ առումով եւ Իրանը, եւ Իսրայելը, եւ Ամերիկան իրանց համար այս պատերազմների խաղադրույքները շատ բարձր են։ Իրանի համար սա գոյության խնդիր է, գոյության բառից բուն իմաստով։ Իսրայելի համար սա գոյության խնդիր է, բառից բուն իմաստով։ Ամերիկայի համար սա, ասենց ասեմ, հեգեմոնիկ պրեստիժի հարց է։ Սկզբունքային հարց։ Եվ որը նաև ազդելու է նրանց կարողությունների վրա վերահսկելու ֆինանսական աշխարհը, էներգետիկ աշխարհը, այսինքն նավթի բաները, հոսքերը եւ այլն եւ այլն։ Այսինքն Իսրայելի համար էգզիստենցիալ խնդիր, այսինքն եթե Իսրայելը դադարեցնի այս գործողությունը, իր գոյությունը կարող է վտանգի տակ լինել, այդ ոնց։ Շատ պարզ, իրենք այսպես են, ես հիմա իրանց նարատիվն եմ ներկայացնում, հիմա ինչքանով դա ռեալիստական է թե ոչ, սա ուրիշ հարց է, բայց Իսրայելը համարում է, որ Իրանը զարգացնելով իր բալիստիկ հրթիռների ծրագիրը, զարգացնելով նաև իրենց կարծիքով միջուկային զենքի ստեղծումը, ուժեղացնելով իր պրոքսիներին, իդեմս Համասի, Հեզբոլահի, բանի այդ իրաքյան տարբեր շիական բաների, զորամիավորումների, Եմենի, հուսիտների եւ այլն, այս ամեն ինչը Իսրայելը համարվում է որպես ուղղված իր գոյության դեմ։ Հետևաբար իրենք շատ լավ հասկանում են, որ եթե իրենք այս պատերազմում պարտվեն, դա կարող է իսկապես դառնալ պրոբլեմ իրենց գոյության համար։ Այն որ մենք անդադ ասում ենք, որ TRIP-ը շատ միակողմանի պրոյեկտ է, որ միակողմանիորեն կատարվում են Ադրբեջանի իրականացվում են Ադրբեջանի նկրտումները, ցանկությունները Հայաստանի նկատմամբ, այդ դեպքում մեզ այս պահին ոնց է ավելի Հայաստանին ոնց է ավելի ձեռնտու այս TRIP-ը արագ իրագործվի, մտնի գործնական փուլ, թե
ամեն դեպքում ինչ որ առումով նաև մեզ համար ձեռնտու է, որ այս պահին դեռևս հետաձգվում է միջև հասկանանք, թե ինչպիսի sense աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում։ Մեր սպասելիքը դա այն է, որ ստեղծվի խաղաղության մի հատ հիմք, որը լինի կայուն ու երկարաժամկետ։ Թող լինի թրիփը, բայց թրիփը արդյոք կարող է դա ապահովել։ Մենք այն գլխից ասել ենք, որ սա միակողմանի պրոյեկտ է։ Սա Միացյալ Նահանգների, Իսրայելի, Թուրքիայի, Ադրբեջանի շահերի հետ կապված միակողմանի աշխարհաքաղաքական պրոյեկտ է, որի նպատակն է նաև իզոլացնել Իրանը, իզոլացնել Ռուսաստանը ռեգիոնից։ Եվ մենք այստեղ տեսնում ենք շատ լուրջ խոցելիություն։ Լավ է, իսկ եթե Որովհետև դա նշանակում է, որ եթե դու շատ լուրջ երկրների շահեր, ինչպիսիք են Իրանը, Ռուսաստանը, ինչու չէ նաև Չինաստանը, Հնդկաստանը, այդ երկրների շահերը, եթե դու արհամարում ես, այդ աշխարհաքաղաքական պրոյեկտի մեջ չես տեղավորվում, չես ներդաշնակեցնում, դա միշտ գտնվում է շատ վտանգավոր վիճակի մեջ, որովհետև այն երկրները, որոնց շահերը ոտնահարված են, նրանք ձգտում են ինչ որ փոփոխություն մտցնել դրա մեջ, ինչը նշանակում է, որ դա կարող է դառնալ ռումբ այդ խաղաղության տակ։ Ես առաջարկում եմ, եթե միտքը ավարտեցիք։ Բայց ես կուզեի մի բան լրացնել այստեղ, եթե ես լրիվ համաձայն լինելով Լևոնի հետ, ես այստեղ բուն հարցադրումը կփոխեի, որովհետև այս պատերազմի արկայությունը շատ ավելի մեծ սպառնալիք է, քան թրիփի իրականացնել կամ չիրականացնելը։ Այս պատերազմը հիմա դեռ պահպանում է ընդլայնման եւ խաղադրույքների բարձրացման մեծ պոտենցիալ։ Եվ այս պատերազմը կարող է դեռ ներքաշել շատ երկրներ եւ անկանխատեսելի հետևանքներ բերել։ Եվ եթե մեր հարևանությամբ, անմիջական հարևանությամբ, ոնց որ ասած, աշխարհը եռում է, վառվում է եւ այլն, դա չի կարող մեզ վրա չազդել։ Ամենա, ինչ ասեմ, անգամ աննշան հանգամանքը, եթե այնտեղից սկսվեն փախստականների հոսք, եթե սկսվեն սննդամթերքի մատակարարման հետ խնդիրներ, ինչու եմ ասում, որովհետև այս երկրները նաև ապահովում են համաշխարհային շուկայի պարարտանյութերի 20%-ը։ Այդ ամեն ինչը հիմա այսօր որ լսեք նորությունները, բոլորի շուրթերին այդ խնդիրներն են, որ սա ոչ միայն նավթի գինը, ոչ միայն ինչ որ լոկալ հակամարտությունը, սա ունենալու է գլոբալ հետևանքներ, այդ թվում սննդամթերքի անհասանելիության տեսքով։ Արդեն խոսում են միլիոնավոր մարդկանց հնարավոր սովորության մասին, եթե մոտակա մի ամսում այս խնդիրը չկարգավորվի։ Իսկն սա շատ ավելի մեծ, ավելի գլոբալ խնդիր է, քան ուղղակի թրիփը դա դետալ է։ Այսպիսի մեծ պայթյունի պոտենցիալ ունեցող կոնֆլիկտը հղի է ամենաանկանխատեսելի հետևանքներով մեզ համար։ Դե խոսքը Հորմուզի նեղուցի մասին։ Իհարկե։ Այդ Իրանը փաստորեն գտավ հակաթույն։ Ասիմետրիկ հակաթույն այս հակամարտության մեջ։ Ինքը հիմա Հորմուզի նեղուցը վերցրել է կատարյալ վերահսկողության տակ եւ ինքն է որոշում, թե ինչ նավեր կարող են անցնել, ինչ նավեր չեն կարող անցնել։ Եվ սա ստեղծում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի առաջ, առաջին հերթին Միացյալ Նահանգների առաջ, որովհետեւ ակնհայտ է, որ Իսրայելը չի կարող որևէ ռազմական գործողություն իրականացնել Հորմուզի նեղուցը բացելու նպատակով, դա պետք է անի Միացյալ Նահանգները։ Հիմա հարց, իրանք կարող են անել դա, թե չեն կարող անել։ Մենք կարող ենք վերլուծել այս իրավիճակը, որովհետեւ դա շատ կարեւոր բան է։ Էլի կապեմ թրիփի հետ։ Եթե թրիփը իրականացնելու շանսեր ունի, մենակ մի դեպքում, եթե ամերիկացիներին հաջողվում է, կոպիտ ասած, ենթարկեցնել Իրանին, ինչ որ մի ձևով, դա կլինի, ասենք, արագ սրընթաց ռազմական ճնշումով, ասենք, ստիպում են Իրանի ղեկավարությանը ստորագրել JCPOA-ի, այսինքն այդ միջուկային զենքի սահմանափակման հետ կապված տենց մի պայմանագրի նման մի բան, այդ դեպքում, այո, թրիփը իսկապես հնարավոր է իրականացնել, բայց ինչքան ավելի հապաղում են Միացյալ Նահանգները, ինչքան ավելի շատ է բացվում այն իրողությունը, որ իրականում դրության տերը իր ասիմետրիկ է հարվածով դառնում է Իրանը, այնքան թրիփը ավելի վտանգված է եւ այդքան ավելի
պրոբլեմատիկ է եւ այդքան ավելի խարխուլ են դառնում բանի այդ մեր խաղաղության, կայունության հերանեկարները։ Առաջարկում եմ վերադառնալ Խաղաղության ներողություն, ավելի այստեղ ճշգրիտ արտահայտվեմ։ Խաղաղության հերանեկարները թրիպի առումով, որովհետև կներեք, եթե թրիպը վարիա գնում, բայց Իրանը օրինակի համար դառնում է տարածաշրջանային հեգեմոն, այդ սցենարում երևի ամենակայուն իրավիճակը կստեղծվի Հայաստանի համար, կոնկրետ Հայաստանի համար, որովհետև Իրանը հզորանալով թույլ չտա դառնալով ռեգիոնալ process-ների վերահսկիչը, ինքը երբեք թույլ չի տա, որպեսզի Ադրբեջանը ինչ որ ագրեսիվ պլան իրականացնի Հայաստանի դեմ։ Ու այդ դեպքում նաև այդ անխոչնդոտ ճանապարհի թեման է փակվում, եթե Իրանը դառնում է հեգեմոն, Կարող է եւ փակվի։ Բայց դրա համար է, ինչ ասենք, մեր պլանը ինչով է լավ։ Մենք առաջարկում ենք 3+ BRICS այդ պլանը, մենք առաջարկում ենք հարավ-հյուսիս, արևելք, արևմուտք հանգույց, նման հանգույցի կառուցում, որը սկզբունքորեն եթե իրագործվում է, ընդունելի է դառնում հակամարտող բոլոր կողմերի համար։ Այդտեղ բանա, այնպես չի դառնում, որ մեկը հաղթում է, իսկ մյուսի գոյությունը փաստորեն վտանգվում է եւ ըստ էության դառնում է արդեն գոյատևման խնդրեմ։ Չէ, այն ինչ որ մենք ենք առաջարկում, դա ելք է աշխարհաքաղաքական ակտորների համար։ Այսինքն դա ըստ էության համաձայնության բան է, ռեցեպտն է։ Համաձայնության ռեցեպտը, որտեվ այդ դեպքում բոլորի համար ստեղծվում է ինչ որ հեռանկար պահպանելու իրենց ազգային անվտանգության շահերը, առևտրատեսական շահերը եւ այլն եւ այլն։ Դու լրացում ես առաջարկում եմ վերադառնանք սցենարների քննարկմանը։ Խնդրեմ։ Ոնց որ արդեն քննարկեցինք, թե եթե Իրանը հաղթի, ինչ է լինելու, հիմա կարող ենք քննարկել, եթե Իրանը չի հաղթում։ Իրանը ոչ թե հաղթի, այլ Իրանը դառնում է տարածաշրջանային։ Իրանը այս ասիմետրիկ պատասխանով Հորմուզի նեղուցը պահելու եւ եթե դրա դեմ ոչ մի բան չկարողանան անել, ինքը այո, ստանա այնպեսի ազդեցություն, որը անհաղթարելի է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համար։ Հա։ Ես առաջարկում եմ քննարկել այն սցենարը, որտեղ Միացյալ Նահանգները այսպես կոչված հաղթանակ է տանում, ինչու այսպես կոչված, բացատրեմ, Միացյալ Նահանգները գիտենք ունի այդ nation building-ի, այսինքն ազգաշինության կամ պետականաշինության շատ մեծ փորձ, որը ոչ միշտ է իհարկե հաջող ընթացել, երբեմն որոշ ինտերվենցիաներ նույնիսկ շատ անհաջող են եղել։ Երբեմն փոխարինվել է nation ruining-ով։ Ես ավելի հաճախ։ Ես գրել եմ nation destroying։ Եվ ամենամոտ օրինակը եկեք հիշենք 2003-ի Իրաքի պատերազմը, ինձ համար ամենահետաքրքիրներից մեկը, երբ որ փաստացի Բուշ կրծերը եկավ իշխանության այն խոստման, որ ռազմական ուժը վերջին հանգրվանն է լինելու, վերջին գործիքն է լինելու, որ կկիրառի միշտ բանակցելով նա կհասնի արտաքին քաղաքական հաջողությունների, բայց հետո իր ադմինիստրացիան Դոնալդ Ռամսֆելդի ու Դիկ Չեյնիի գլխավորությամբ նրանք կարողացան ստիպել, որ նա մտնի Իրաքի պատերազմի մեջ, նա մտավ, թվաց թե հաջողություն են ունեցել, գրեցին mission accomplished, հայտնի ելույթ ունեցավ Իրաքից հետո, բայց արդյունքում եղավ այն, որ բացարձակապես առաջադրանքը կատարված չէր, Միացյալ Նահանգները ուղղակի տերորիստների համար, ահաբեկիչների համար ստեղծեց հարմարավետ պայմաններ Իրաքում կայանալու եւ ահաբեկչական լայն գործունեություն ծավալելու համար։ Ես առաջարկում եմ Ինչի հետևանքով առաջացավ իսլամական պետությունը։ Այո, եւ հետո տարիներ շարունակ նույն Միացյալ Նահանգները փորձում էր քանդել այդ պետությունը եւ դժվարությամբ ստացվեց եւ մինչեւ հիմա մնացորդների դեմ պայքարում են։ Ես առաջարկում եմ այս սցենարը կոչել Իրաքի սցենար, որ այսինքն էլի Միացյալ Նահանգները որոշ ժամանակավոր ինչ որ հաղթանակ ունենա, բայց չկարողանա իրականացնել nation building-ը, որը ազգաշինությունը, որը ավելի հավանական է։ Սա ըստ էության Իրանի մասնատման փլուզման սցենարն է։
Այսինքն որովհետև Իրաքն էլ որպես պետություն բավականին երկար ժամանակ չէր հավաքվում։ Ես ձեզ հետ շատ համաձայն եմ այն առումով, որ շահը պարզապես չի գալու եւ Միացյալ Նահանգների մոտ չեմ կարծում թե ստացվի ռեժիմը իրոք փոխել։ Ուղղակի ստեղծվելու է terroristների համար իրավիճակ եւ չգիտեմ, ադրբեջանցիները ինչ կանեն Իրանի ձեր կարծիքով։ Նախ ասեմ, որ այս սցենարում պարտվում են բոլորը բացի Իսրայելից, որտեվ Ամերիկան էլ ամենաշատը։ Ամերիկան էլ է պարտվում, որովհետև փաստորեն ստացվում է մի հատ քաոս, որը ես համաձայն եմ, ասենք կարելի ասել տասնապատիկ Իրաք, մի հատ քաոս, էքստրեմիզմ, տերորիզմ, իրար դեմ պայքարող ինչ-որ պետական կամ կվազի պետական միավորումներ, այո, սցենարներից մեկը կարող է լինի հարավային Ադրբեջանի, ասենք, պայքարը անկախության համար, ադրբեջանապարսկական, ասենց ասեմ, արդեն հակամարտություն եւ այս հակամարտությունները օրինակ սա ամենածանր սցենարն է Հայաստանի համար, որովհետեւ արդեն ոչ մի երաշխիք մենք չենք ունենալու, որևէ ռազմական, ասենք, ներխուժման դեմ, նույն ադրբեջանցիք կարող են նման մի սրացում համարեն սպառնալիք, ասենք, Նախիջևանի բնակչության անվտանգության համար եւ օգտագործելով այդ առիթը գրավեն Զանգեզուրը։ Իսկ քանի որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները համարելու են ադրբեջանցիներին դաշնակից, այս ծանր ճակատագրական այս կռվի մեջ, իրենք աչք կփակեն դրա վրա, այսինքն այդտեղ արդեն տրիպի մասին ընդհանրապես կարելի է մոռանալ եւ սա կգնա տենց հողության իր անունով իր պատվին դրված ճանապարհը իջիկ դարձնել ուղակի հանգիստ, որովհետեւ երբ որ դրված են որպես խաղադրույք ազգային անվտանգության այսպիսի մեծ շահերը, այդտեղ նման մանրուքների մասին ոչ ոք չի հիշելու։ Շնորհակալ եմ հիշեցնելու համար, ես այդ համեմատությունը ուզում եի անել, հիմա անտեղի ստացվեց Իրաքի եւ Իրանի համեմատությունը, շարունակեմ, Թրամփը նույն կերպ եկել էր 15 թվականին այն խոսմամբ քաղաքականություն մտել էր, ոչ թե նախագահական մրցավազք, որ վերջ էս անիմաստ ինտերվենցիաներին, վերջ էս անվերջանալի եւ անմիտ պատերազմներին։ Առաջինը Ամերիկա, առաջինը մեր շահերն են։ Մենք նույնիսկ ասում ենք տրիլիոնավոր դոլարներ ծախսում ենք անիմաստ պատերազմների վրա, եկեք սա դադարեցնենք, այդ գումարներով մեր ճանապարհները կառուցենք։ America First, MAGA շարժման գլխավոր բաներն են, իդեոլոգիաներն են։ Որը եւ այդ շարժումը այսօր պարակտման եզրին արդեն պարակտվել է, տեսնում ենք Թաքեր Քարլսոնը եւ իր ավելի կողմնակիցները Քենդեն Սոուենս եւ մյուս կողմից Բեն Շապիրոն, հա, ավելի Իսրայելի հետ ասոցացվող մարդիկ, հանրապետականները ուղղակի պարակտված են, իրենք իրար ավելի շատ են այսօր ատում, քան դեմոկրատական կուսակցությունը։ Եվ արդյունքում հանրապետական սա հետո ասեմ, հանրապետական կուսակցությունը միանշանակ պարտվելու է 2000 այս տարվա կոնգրեսի ընտրություններին, որի մասին կարծում եմ կարող ենք Եթե շրջանալից հաջողություն չունենա այս իրանական կամպանիայի մեջ, որը կարծես թե արդեն կարելի է համարյա թե բացառել նման զարգացումը։ Նույն Թրամփը եկավ այդ խոստմամբ եւ հիմա այսօր Իսրայելի լոբի ազդեցության ներքո, այդ միլիարդավոր դոլարների աջակցության ներքո Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան շեշտակիորեն փոխեց իր արտաքին քաղաքականությունը America First-ը վերածվեց Israel First-ի։ Եվ ինձ թվում է քո հարցի պատասխանը այն է, որ Թրամփը կանի այնինչ։ Դա թարգմանենք էլի այդ բաները։ America First նախևառաջ Ամերիկան, իսկ Israel First նշանակում է նախևառաջ Իսրայելը։ Որը իդեպ էլի իրենն չի, America First-ը շատ հին կարգախոս է, ինքը ուղղակի վերադարձրել է։ Ու այս ընթացքում նաև էլի 2003-ի նման ադմինիստրացիա բազմաթիվ հոգեր բազաների բերեց Մարկո Ռուբիոն, որի նշանակման հետ կապված ես հիշում եմ դուք էլ ունեիք մտահոգություններ, որ ոնց էս ինտերվենցիոնիստին նշանակեցին պետքարտուղար ու փաստորեն ձեր մտահոգությունը
անտեղի չէր։ Բայց եթե վերադառնալով թրիփին, եթե մենք ասում ենք, որ թրիփը այնպիսի պրոյեկտ է, որը սպասարկում է բացառապես Ամերիկայի, Իսրայելի, Ադրբեջանի շահերը, այդ դեպքում եթե անգամ Իրանը պարտվում է Ամերիկայի, իսրայելական այդ համախմբումը, այսպես ասած, հաղթում է Իրանին, այդ դեպքում ինչի պիտի Ադրբեջանը հակված լինի գնալու ռազմական ագրեսիայի ու ստանալու մի բան, որը ինքը այսպես թե այնպես թղթով առանց պատերազմի ստացել է, այսինքն ինչի գնա մարդկային կորուստների, հեղինակության կորուստի, եթե ինքը այսպես թե այնպես ունի այն, ինչ իրեն պետք է։ Նախ այդ հաղթանակը, որը շատ կասկածելի է դառել, բայց այդ հաղթանակը կարող է ունենալ տարբեր տեսքեր։ Մի ձևը հաղթանակի այն է, որ այս ամեն ինչը վերածվում է Իրանի մասնատման, սրա մասին արդեն խոսեցինք։ Սա արդեն ուրիշ սցեներ է, սա այստեղ բոլորը պարտվում են, կարելի ասել, որ ստեղծվում է մի միջավայր, որտեղ առանց այդ էլ միջազգային իրավունք չէր գործում, իսկ սրանից հետո կարելի է ընդհանրապես մոռանալ, ամեն ինչ լուծելու է ուժը, եւ կներեք այդ վակուումում այո, այսօրվա Ադրբեջանը, որը ուժի դիրքերից է արդեն խոսում, գումարած մի վատագույն սցենար, որտեղ կարող է նաեւ հարավային Ադրբեջանը գոյանա որպես պետություն, որը նույնպես ուժի դիրքերից է խոսելու, մենք հայտնվելու ենք մի վիճակում, մի միջավայրում, որտեղ մեզ հետ խոսալու են ուժի դիրքերից։ Եվ ընդհանրապես պարզ չի այդ դեպքում իսկ թրիփի իմաստը որն է։ Սա ասում եմ, այս մասնատման սցենարը, բայց իսկ այստեղ կարևոր է ֆիքսել, թե որ սցենարների դեպքում ինչ էինք ասում։ Հա, որովհետև մի տարբերակում, իդեալական տարբերակում, որ Ամերիկայի համար իդեալական տարբերակում, որ ռեժիմի փոփոխություն լինում է, բայց երկրի կայունությունը, ամբողջականությունը Իրանի պահպանվում է նոր, ասենք, շահի կամ ինչ-որ ուրիշ հանգամանքներում, դրանք տարբեր իրավիճակներ են։ Կամ նույն ռեժիմը պահպանվում է, բայց ուղղակի թուլացած է, ինքը վերահսկում է, ասենք, բանը, Իրանը։ Արդյունքում մասնատվում է Իրանը, թե չի մասնատվում։ Հա, չէ, այն դեպքում, երբ որ ռեժիմը պահպանվում է, բայց դա արդեն լինում է թուլացած Իրան, որին արդեն ամեն ինչ ոնց որ կարող են փաթաթել վզին, այսինքն եւ Ամերիկան եւ Իսրայելը, այդ դեպքում, որը իմ կարծիքով բավականին անհավանական սցենար է, այդ դեպքում իհարկե թրիփը կարող է աշխատի ու շատ էֆեկտիվ, որովհետեւ դրության տերը դառնում են Ամերիկան ու Իսրայելը, բնականաբար բանա իրանք շատ լավ հասկանում են, որ արդեն թրիփի նկատմամբ իրանական սպառնալիքը բավականին թուլացած է, եւ թրիփը կարող է շատ ավելի արագընթաց կատարել իր առաքելությունը, բայց ես նորից եմ ասում, սա իմ կարծիքով ամենաանհավանական զարգացումն է, որ մի կողմից կարողանան ջարդել Իրանին եւ Հորմուզի բանը բացեն, նեղուցը բացեն եւ ջարդեն, հնազանդեցնեն ու միևնույն ժամանակ պահպանվի այսօրվա այսպես ասած թեոկրատական կառավարումը Իրանի։ Սա իմ կարծիքով ուղղակի ինչ որ բան է, ֆանտազիայի ոլորտից ավելի շատ, քան իրողության։ Իսկ երբ որ արդեն կարգ ու կանոն չկա, ոչ մի երաշխավոր չկա եւ քաոսը գործում է ջունգլի օրենքը, այնտեղ ինչու՞ պիտի բավարարվեն մի հատ ինչ-որ թրիփով կամ մի փոքր բանով, պիտի վերցնեն ամեն առավել ինչ որ կարող են վերցնել։ Այսօր տարբեր սցենարներում կարող են տարբեր զարգացումներ լինեն, բայց այդ պոտենցիալ վտանգները մենք այսօր պիտի գնահատենք եւ դրան համապատասխան ինչ որ քայլեր մտածենք անենք։ Ուրեմն տեսեք, մոտավորապես 4 սցենար ձևավորված մեզ մոտ։ Մի սցենարը դա այն է, որ Իրանը ամբողջությամբ ոնց որ դառնում է դրության տերը, այդ դեպքում թրիփ չի լինի, բայց կլինի բավականին կայուն զսպում բանի Ադրբեջանի հնարավոր բաների, հարձակումների, բայց սա բավականին քիչ հավանական սցենար է, տեսնենք, կարող է իրականացվել թե ոչ։ Այդ մի սցենարն է, երկրորդ սցենարը, որ սա դառնում է շատ երկարատև կոնֆլիկտ, այսինքն կոպիտ ասած, հաղթող կողմը շատ երկար չի որոշվում։ Ոչ մի կողմը չի կարողանում մյուսի վրա փաթաթել իր ստրատեգիական նպատակները, այդ դեպքում էլի կարող եք թրիփի մասին մոռանալ, որովհետև դա փոթորիկը շարունակվում է եւ
եւ այդտեղ կա արդեն այն նախիջևանական սցենարի հնարավորությունը, որովհետեւ արդեն եղել է չէ ռմբակոծում, որը մենք չիմացանք Իրանի կողմից էր, թե false flag operation-ներ, այսինքն կեղծ դրոշի տակ կատարված գործողություններ Իսրայելի կողմից։ Տարբեր վերսիաներ եղան, մինչև հիմա պարզություն չկա դրա մեջ, բայց այդ տենց սրացման դեպքում նորից հնարավոր է փլուզում, մեր անվտանգության փլուզում, Ադրբեջանի կողմից ինչ որ բաներ, ներխուժումներ, համենայնպես էլի տրիպը չի կայանում։ Եվ ի վերջո այդ ասեցի են ամենակիչ հավանական 4-րդ սցենարը Իսրայել-ամերիկյան կողմը հնազանդեցնում է բանին, Իրանին եւ կարողանում է տրիպը իրականացնել։ Այս բանը կամ այդ դեպքում էլ տրիպը չի լինում, որովհետեւ Ադրբեջանը ուղղակի գրավում է Շունիքը։ Այո։ Այսինքն մենք տեսնում ենք, որ իրականում տրիպը վտանգված է։ Ընդհանրապես մի սցենար կա, որում ինքը ունի ռեալիստական տենց իրականացման հնարավորություն եւ այդ սցենարը ամենաանհավանականն է։ Հետևաբար ես առաջարկում եմ հիմա հասկանանք ինչ է տեղի ունեցել եւ ինչու է Նիկոլ Փաշինյանը, որը ընդամենը 1-2 ամիս առաջ մեզ բոլորիս համոզում էր, որ մենք կարող ենք հանգստանալ, շունչ քաշել, թուլանալ, վայելել իր կողմից բերած տրիպով բերած խաղաղությունը, մենք էլ դարձել է բան, պատերազմ չարագուսող մի անձնավորություն, շանտաժանով։ Հա, այսինքն հիմա մեկ էլ ինքը ասում է սեպտեմբերին պատերազմ սկսելու, եթե ընդ որում աղետաբեր։ Այն որում աղետաբեր, հիմա ինչ ենք հասկանում։ Այդտեղ իհարկե ինքը մի հատ եթե է ասում, այդ եթեն որն է, որ Եթե Եթե ես սահմանադրական մեծամասնություն պարլամենտում չունենամ։ Եթե սահմանադրությունը չփոխվի, հետեւյալն է միտքը։ Բայց սա ինչ է նշանակում։ Կներեք սահմանադրությունը, սա նշանակում է, որ դու խաղաղություն չես բերել։ Մինչև հիմա դու ասում ես խաղաղություն բերել եմ, վայելեք։ Մենք ասում ենք դու խաղաղություն չես բերել, Ադրբեջանը չի ստորագրում, իրականում սա կեղծիք է քո այդ եւ տրիպը շատ խոցելի է։ Հիմա պարզվում է, որ մեր տեսակետը հաղթում է։ Պարզվում է, որ իսկապես տրիպը շատ խոցելի է, մեկ, որ իսկապես ինքը խաղաղություն չի բերել, եւ հիմա Իրան մնում է իր իշխանության դիրքերը պահելու համար դիմել տարրական, սովորական տերորի, սեփական ժողովրդի նկատմամբ, այսինքն շանտաժի, որ այ ես ինձ չընտրեցիք, իմ իշխանությունը չամրապնդեցիք, լինելու է մեծ աղետալի պատերազմ։ Շատ հետաքրքիր էվոլյուցիա է, եւ այդ ներվայնությունը, եւ այդ էմոցիաների չտիրապետելը, իդեպ մատ կներեք էլի, ես ուզում եմ արտահայտվեմ սրա կապակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը արդեն 2 անգամ հանրային խոստովանություն է կատարել, արձանագրում է կատարել, որ ինքը չի կարողանում տիրապետել իր էմոցիաներին։ Մի անգամ հիշում եք այն հոգեվորականների դեմ այդ կոշտուկոպիտ հարցակումների վերաբերյալ այդ էթիկայի հանձնաժողովը իրան հանդիմանել էր եւ ինքը ասաց կներեք ես իմ էմոցիաներին չեմ կարող դժվարություն ունեմ տիրապետել էմոցիաներին հիմա էլ ես երկրորդ անգամ այդ մետրոյում տեղի ունեցած արգահատելի այդ դրվագի ժամանակ երբ որ ինքը ուղղակի կորցնելով մարդկային կերպարանքը հարցակվել էր մատեր թափտալի գորգոռում էր Արցախից մեր փախստականի վրա երեխայի ներկայությամբ որից հետո ինքը նորից հրապարակայնորեն ասել է որ դե կներեք ես պատրաստ եմ ներողություն խնդրել ունեմ էլի դժվարություն էմոցիաներ այդ հարցում շատ էմոցիոնալ եմ չեմ տիրապետում լսեք ժողովուրդ ջան սա արդեն բան է բժշկական հանձնաժողովի կարիք էլ չկա երկրի ղեկավարը ինքը ընդունում է որ ինքը ունի էմոցիաների կառավարման խնդիր երբ որ երկրի ղեկավարը այնքան անհավասարակշիռ է որ ինքը ունի էմոցիաների կառավարման խնդիր սա անվտանգ մեր ազգային անվտանգության բանա լուրջ սպառնալիք է հիմա պատկերացրեք եթե ինքը անգամ հանրության ներկայությամբ կամերաների տակ չի կարողանում զսպել իր էմոցիաները խոսալով կնոջ հետ մի կնոջ հետ արդյոք այս մարդը կարողանում է երբ որ կամերաներ չկան երբ որ ինքը հայտնվում է ասենք չգիտեմ Ալիևի Պուտինի չգիտեմ ում հետ ինչ որ սենյակում արդյոք ինքը կարողանում է զսպել իր էմոցիաները ես վստահ եմ որ հատկապես միջև 20 թիվը միջև իր ջարդվել է երբ որ ինքը դենց ամպագորգոր բաներ էր ասում Արցախ Հայաստանը եւ վերջ
ինքը այդ հանդիպումներում ավելի բեթար կերպով չէր կարողանում զսպել իր էմոցիաները, ինչը բերեց մեզ այս բոլոր աղետների։ Սա շատ լուրջ խնդրեմ է, մենք սրա մասին անպայման մենք պետք է սրանով պետք է զբաղվենք, բայց լավ, հիմա որ քանի որ խոսում ենք այլ բանի մասին, այս իրանական պատերազմի մասին, մենք տեսնում ենք մի պարզ բան, այս մարդը էմոցիոնալ ինչ որ լուրջ էվոլյուցիայի մեջ է գտնվում, ինքը արդեն հասկացել է, որ իր տրիպը չի աշխատում։ Ինքը արդեն հասկացել է, ինչքան խոցելի է այս ամեն ինչը։ Ինքը ինչ էր ասում։ Ինքը ասում էր ես բան եմ, բերել եմ խաղաղություն, տրիպը բերել եմ։ Դրա համար իրան վստահ էր զգում։ Ինքը վստահ էր զգում, որ այս ընտրություններում սրանով հաղթելու է։ Հիմա ինքը հասկանում է, որ իր ամենամեծ հաղթաթուղթը այդ տրիպով բերած խաղաղությունը ոչ այլևս է։ Հետևաբար կտրուկ փոխում է տակտիկան, անցնում է շանտաժի տակտիկայի։ Մենք հասկացանք, որ մեր ներքին քաղաքական զարգացումները եւ ճակատագիրը ուղղակիորեն կապված են այս պատերազմի հետագա ընթացքի հետ, ու մեր, այսպես ասած, խաղաղությունը դեռևս սպասողական վիճակում է, ու այս պատերազմի հանգամանքը, պատերազմի հանգուցալուծման ազդեցության հանգամանքը մեր հանրությունը կարծես թե անտեսում է։ Հիմա հասկանանք, թե ուր է գնում այս պատերազմը եւ ինչ փուլում է այս պահին։ Հիմա իսկապես պետք է հասկանալ, որ ամենակարևոր առանցքային խնդիրը հետևյալն է. արդյոք Միացյալ Նահանգները կարողանալու են բացել Հորմուզի նեղուցի այդ նեղուցով կատարվող երթևեկությունը, նավարկությունը։ Սա համար մեկ խնդիրն է։ Բոլորի համար հասկանալի է, որ նման բան անելու համար Միացյալ Նահանգները կարծես պետք է դրա բերեն ցամաքային ուժեր, որովհետև բոլոր ռազմական մասնագետները եւ փորձը պատմական ցույց է տալիս, որ դու չես կարող a ռեժիմը փոխել օդային ռմբակոծություններով, b չունես որևէ լծակ օդային ռմբակոծություններով բացելու այդ նեղուցը։ Փակելու կարող ես, բայց բացելը չես կարող։ Հիմա հետևաբար բոլորի առջև հիմա կանգնած է այդ մի հարցը։ Արդյոք Միացյալ Նահանգները ցամաքային օպերացիա կատարեն, որը թույլ կտա հետագայում նաև այդ նավարկության խնդիրը լուծել։ Այստեղ ասեմ ձեզ, մասնագետները, ռազմական մասնագետները գալիս են այն եզրակացության, որ իրականում սա շատ վտանգավոր օպերացիա է։ Նախ ակնհայտ է, որ նման գործողություն կատարելու համար պետք է շատ մեծ բանակ, տարբեր գնահատականներով 200,000-ից մինչև, չգիտեմ, կես միլիոն եւ այլն, որ ամերիկացի պիտի գործի մեջ դնեն, բայց իրանք այդ հնարավորությունը ըստ էության չունեն։ Երկրորդը դա կապված է շատ լուրջ ֆինանսական խնդիրների հետ, որովհետեւ Միացյալ Նահանգները արդեն իրենց ռազմական բյուջեն 900 միլիարդից ավելացրել են 600 միլիարդով հասցնելով 1.5 միլիարդի, հիմա լրացուցիչ դիմել են 1.5 տրիլիոնի։ 1.5 տրիլիոնի ներողություն, 1.5 տրիլիոնի, հիմա լրացուցիչ դիմել են կոնգրեսին եւս 200 միլիարդ ստանալու համար։ Ինչը նշանակում է, որ ընդհանուր գումարը դառնում է 1.7 տրիլիոն։ Մի վիճակում, երբ որ պետական պարտքը աճում է, սպասարկումը $1 տրիլիոն տարեկան։ Սպասարկումը 1 տրիլիոն է դարձել եւ այդ ինչա կոչվում այդ Ֆեդրեզերվի տոկոսային բանը նորմատիվը արդեն կարող է մեծանալ մինչև 4-5% եւ ընդհանրապես պարտատոմսերի այդ տոկոսը կարող է շատ մեծ դառնալ, ինչը կնշանակի, որ ամերիկացիք ուղղակի ֆինանսապես չեն կարողանա ապահովել այս օպերացիայի իրականացումը։ Այսինքն շատ լուրջ խնդիր է, մյուս կողմից ամերիկացիք չեն կարող թույլ տալ իրենց ունենալ այսպիսի ձախողում իրենց պրեստիժի, եւ դա ստեղծում է մեծ լարվածություն եւ էսկալացիայի մեծ հնարավորություն։ Հիմա մենք պետք է տեսնենք, արդյոք ամերիկացիք կգնան մեծ էսկալացիայի, որը ընդհանրապես ամբողջ աշխարհում կբերի փոթորիկի ծավալմանը, կամ պետք է գտնեն այն ինչ որ ամերիկյան ժարգոնում կոչվում է off ramp, այդ տրասայից դուրս գալու հնարավորությունը, այսինքն այդ պատերազմից դուրս գալու ինչ որ մի ճանապարհ գտնեն,
Սա մեր աչքերի առաջ պետք է լինի, բայց ես ասում եմ ռազմական էքսպերտների բոլոր գնահատականներով Ամերիկան հայտնվել է բավականին բարդ իրավիճակի մեջ։ Թե ավելի կոնկրետացնենք, ռազմական փորձագետները հիմնականում հիմա գալիս են մի կարծիքի, որ հաջորդ էսկալացիայի աստիճանն ենք մենք տեսնելու մոտակա օրերին, որը ամենայն հավանականությամբ կդրսևորվի իրանական կղզիների կամ մի կղզու վրա ցամաքային գործողության մեկնարկով ամերիկյան շատ հնարավոր է նաև Սաուդյան եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ցամաքային զորքերի միջոցով դեսանտային ռազմածովային ուժերի եւ այլն, որը շատ մեծ ռիսկ է պարունակում իր մեջ, շատ մեծ պոտենցիալ ունի պատասխան գործողությունների, խոսում են նաև, որ իր հերթին էլ Իրանը կարող է անցնել Բահրեյնի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների տարածքներ խուժելու։ Մի խոսքով հեչ լավ հեռանկարներ չեն գուժում մեզ, եւ դա շատ մտահոգիչ է նաև մեզ համար, որովհետեւ մեր անմիջական հարևանությամբ, որտեղ նաև չմոռանանք եւ հայկական համայնքներ կան եւ հայկական որոշ բիզնես շահեր կան, այդ ամեն ինչը հարվածի տակ է դրվում։ Դա մտահոգիչ է նաև այն պատճառով, որովհետեւ ըստ էության մեր իշխանությունները մեզ մատուցում էին, որ ինչ որ իմաստով Միացյալ Նահանգները դառնում են մեր անվտանգության երաշխավորը։ Ինչդեռ մենք տեսնում ենք, որ այն երկրների համար, որտեղ Միացյալ Նահանգները իսկապես ստանձնել էր անվտանգության երաշխավորի դեր, Կաթար, Էմիրատներ, Սաուդյան Արաբիա, Քուվեյթ, զինաբազաներ ռազմական բազաներ էր այնտեղ հիմնել, այսինքն լուրջ ներդրումներ էր արել, միլիարդներ արժեցող ռադարներ էր կառուցել եւ այլն, այդ ամեն ինչը հիմա բան է, քայքայված է, քանդված է, ռմբակոծված է եւ պարզվում է, որ Միացյալ Նահանգները չեն կարողանում իրականացնել երաշխավորի դերը։ Հետևաբար սա բավականին անլրջացնում է մեր իշխանությունների խոսակցությունները այն մասին, որ Միացյալ Նահանգները կարող են դառնալ Ադրբեջանի հետ խաղաղության ինչ որ իմաստով երաշխավորը։ Էլ չենք խոսում, որ Միացյալ Նահանգները անգամ չեն էլ վերցրել իրենց վրա այդ առաքելությունը։ Բայց մեզ փորձում են ասել, դե եթե բանը Ադրբեջանը ու Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ստորագրում են նման փաստաթուղթ, դա արդեն նշանակում է, որ Միացյալ Նահանգները դառնում են երաշխավոր։ Հիմա մենք տեսնում ենք այն դեպքերում, երբ որ ֆորմալ դառել են երաշխավոր, իրենք անգամ չեն կարողանում այդ առաքելությունը կատարել։ Եվ սա շատ լուրջ խնդիրներ է ստեղծում։ Պետք է բան անենք, հետևենք իրավիճակին։ Իսկապես անգամ իրենց շատ լուրջ ստրատեգներ համարող, ասենք, աշխարհի լիդերները այսօր չեն տեսնում, որ իրենք կարող են դա վերահսկել։ Օրինակ վերջերս լսեցի Պուտինի ելույթը, Ռուսաստանի նախագահի ելույթը, որտեղ ինքը ասում է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե որ սցենարով կգնա իրանական պատերազմը։ Այն մարդիկ, որոնք ամենապրոֆեսիոնալ կարող է հնարավորությունները ունեն կանխատեսելու կամ նաև հավաստի տեղեկություններ ունեն եւ այլն, իրենք են հրաժարվում այդ վերլուծությունից եւ համարում են, որ ցանկացած կանխատեսում չի կարող լուրջ համարվել։ Հիմա այս վիճակն է իսկապես փոթորկալից դժվար աշխարհում ենք ապրում, բայց ես կարծում եմ, որ սա ավելի հիմնավորված է դարձնում այն մոտեցումը, որ մենք ունենք մեր անվտանգության խնդիրների լուծմանը, երբ որ մենք ասում ենք, որ պետք չի ինչ-որ կողմ բռնել, ինչ-որ բլոկի մաս դառնալ եւ այլն, պետք է բոլոր ուղղություններով փնտրել մեր անվտանգության խնդիրների լուծումը։ Կլինի դա Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը, Միացյալ Նահանգները, Թուրքիան, ինչու՞ չէ, Եվրոպական միությունը
Սա մեր կոնցեպցիան է, մենք մեր բանաձևում համագումարի ընդունել ենք հենց այս մոտեցումը։ Ու իդեպ պատերազմը սկսելուց անմիջապես հետո մեզ ընդդիմախոսները ասում էին, որ այլևս իջիկ է դարձել է 3+ BRICS-ը, Հայաստանը Իրանին կապող երկաթուղին այլևս ուղղակի հոդս է ցնդել այդ պրոյեկտը, բայց իրականում պատերազմի ընթացքը ցույց տվեց, որ ավելի իրատեսական է ու ավելի նպաստավոր է, որ երբ որ մենք մեր տարածքում ունենում ենք տարբեր երկրների ներգրավվածությունը, քան թե կոնկրետ մի կողմ ենք։ Այդ հանգույցը միևնույնն է պետք է կառուցել եւ հենց նման մոտեցումն է, որ կարող է ստեղծել երկարատև եւ կայուն խաղաղություն Հայաստանի համար եւ Հայաստանի շուրջը։ Դե մեզ մնում է հետևել ուղղակի իրադարձություններին եւ հուսալ, որ ինչ որ աղետալի հետևանքների չի հանգեցնի Հայաստանի համար ու պատերազմը ամեն դեպքում շուտ ավարտվի։ Ես կարծում եմ շատ ներողություն, մենք նաև պիտի մեր բարեկամ իրանական ժողովրդին մաղթենք, որպեսզի այս պատերազմը շուտապույտ ավարտ ունենա, նրանց տանջանքները եւ տառապանքները ավարտվեն, վերգտնեն խաղաղ կյանքը եւ բարգավաճեն։ Մի հարց ունեմ, ինձ մոտ տպավորություն է, որ TRIP-ի իրագործելիությունը, այս իշխանությունը եւ իրեն սպասարկող այսպես կոչված ընդդիմադիրները կապում են Դոնալդ Թրամփի վարչակազմի վերընտրվելու, այսինքն կոնգրեսի ընտրություններում հաղթելու հետ։ Արդյոք նորմալ է, որ մենք այսպիսի կարևոր արտաքին քաղաքական խնդիրներում ակնկալում ենք, նստում սպասում ենք, թե ինչ կլինի Ամերիկայում։ Սա նորմալ է։ Այդ հարցը առավել եւս ճիշտ հարց է, քանի որ Տրամփի դիրքերը թուլանում են, հանրապետականների դիրքերը թուլանում են եւ բոլորն էլ արդեն կանխատեսում են, որ մինչեւ նոյեմբերյան ընտրությունները, այսինքն նոյեմբերյան ընտրություններին բավականին լուրջ ռևանշ կվերցնեն դեմոկրատները եւ ել ավելի դա կբարձրացնի Տրամփի համար տիրաքաղաքականության իրականացումը։ Շատերը արդեն խոսում են նրա մասին, որ եթե այս իրանական պատերազմը ցախողումով ավարտվի, ընդհանրապես դա կարող է բերել նրա իմպիչմենտի։ Համենայն դեպս արդեն ակնհայտ է, որ այն հորթային էйֆորիան, որի մեջ գտնվում էր Փաշինյանը, երբ որ գնում էր Տրամփի կողքը նստում էր այդ այսպես կոչված խաղաղության խորհրդի այդ կազմում, դա արդեն փոխարինվել է բավականին լուրջ անհագստությամբ եւ դա է, որ այդ այսպես իշխանություններին այդ հոգեկան հավասարակշռությունից հանելա։ Նրանք այլևս նույն վստահ այդ պահվածքը չունեն։ Ես ուզում եմ մի բան ավելացնել, հարցը շատ տեղին հարց է։ Իհարկե հուսանք, որ Ամերիկան լինելով լուրջ պետություն, ինստիտուցիոնալ հիշողություն եւ շարունակականություն քաղաքականության, բայց մի բան հաստատ կարելի ասել, որ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ ու անտեղի ելույթը դեմոկրատական իշխանության հասցեին, երբ որ նախկին փոխպետքարտուղարը ուղղակի ինչ որ դիտողություններ արեց օգոստոսի 8-ի պայմանագրերի վերաբերյալ, հաստատ դա չի նպաստելու այս իշխանությունների ինստիտուցիոնալ շարունակականությանը։ Այո, որովհետև քո երեկվա գործընկերների հասցեին, որոնց հետ գտնվելու դու ներկայացնում ես որպես մեծ պատիվ եւ հաջողություն, մի քանի ամիս հետո դու նրանց ուղղակի ցեխին հավասարեցրիր։ Դա չի մոռացվելու։ Դա ոչ ոք չի մոռանա։ Իդեպ ամեն օր իմպիչմենտի է ենթարկվելու, նա էլ է դա ասում, իրենց զգուշացնում էր դա Թեդ Քրուզը եւ նա անտեսում եւ հայոյում էր դա Թեդ Քրուզին։ Այսպիսի մարդը այսօր Միացյալ Նահանգների գլխին կանգնած։ Լավ, ես կարծում եմ այս պահին մենք կարող ենք ամփոփել մեր զրույցը եւ կհետևենք իրավիճակին, շատ հնարավոր է, որ մինչեւ ընտրությունները մենք եւս մեկ դրվագ ոդքասթի նվիրենք իրանական պատերազմի Եթե միջև ընտրությունները հանգուցալուծվի պատերազմը իհարկե։ Եթե հանգուցալուծվի, առավել եւս արժի նվիրել։ Փանկանք, որ բարեհաջող ավարտ ունենա եւ մեզ համար եւ Իրանի ժողովրդի համար։ Շնորհակալություն բոլորիդ այս զրույցի համար, սա
mini war room էր, տենց պատերազմական սենյակ էր, որտեղ մենք քննարկեցինք մեր անվտանգության հետ կապված լրջագույն հարցեր։ Կհանդիպենք։